Բան Գաբրելյան, դուք գործակարգավարականին ինձ զեկուցում եք այս հասցեի մասին։ Ասում եք աշխատանքներն ավարտված են։ Ավարտված են։ Ամեն դեպքում զեկույցներին ուշադիր։ Հաջան, ձեզ շնորհակալություն։ Պարոն Մավինյան, շատ եմ խնդրում այդ շների հարցը։ Այս խեղճերն այդքան տանջվում են, շները գալի կեղտոտում են, գոնե տոպրակներ ձեռները պահեն, հավաքեն այդ կեղտը։ Տերերը չեն հավաքում։ Չեն հավաքում, ես պիտի նկարեմ մի օր ուղարկեմ ձեզ, այն ուրիշ ճար չկա։ Ճար չկա։ Հետո մի հատ բան էլ ասեմ, նոր եմ էլի մտածել, չեմ ասել մեր ղեկավարների, այսի այս տրուբան, ուղղակի այսի նորա ջարդվել։ Ավելի լավ այս տրուբեն մենք չանցնենք, ուղիղ ջուր անձրևաջրերը, չէ, ծակելու է։ Շատ լավ։ Բաներ կա, որ պետք կա, է։ Շատ, իհարկե, անպայման։ Ցավը տա։ Բաներ կա, կներեք, որ վերևից եմ խոսում։ Շնորհակալություն, լավ եղեք։ Գիտեք ինչ են անում, պարոն Արմեն, նոր նկատեցինք, որ նայեք, տեղել են բոմբերը կա, այդ բոմբերը երեխեքը բերում տրակասում են, նրանք գալիս է բարձում։ Ասենք լավ ես Բաքվում չեք խոսում ժողովրդի հետ, ասեք ժողովուրդ ջան, ասենք մեր ձեր երեխեքին, ասեք ես իրանց համար ենք սարքել, որ խաղան ֆուտբոլ, ոչ թե փչացնեն։ Առհասարակ սրանից հետո ցանկապատները մոռացեք։ Երկրորդը էս եղածն էլ տեղ-տեղ կտրտեք, հիմա նայեք, ուզում էի մտնել, սենց որտեղ պիտի գնանք, այն աշխարհի մյուս ծերից նոր կարողանանք ինչի էլի։ Ասենք ումից ենք պահում այս կտորը։ Ֆուտբոլի դաշտի հարց լուծեք, մի հատ եկեք հասկացեք, հետները խոսացեք, տեսեք որտեղ եք, անում թեկուզ այդ նեղ հատվածում։ Տղա երեխեքը շատ են, դուք ինձ հարցրեք էլի, ես եմ մամա, ոչ մի պապայից բան մի հարցրեք։ Մամաներն եք լսում։ Երեխաների շահերից եկեք։ Որոշեցինք Սերգո ջան, ֆուտբոլի դաշտ, խաղասարքերը շատացնել։ Այն ինչը որ ասվում է ավարտված է, պետք է իրապես ավարտված լինի։ Ասենք այն վերջի դետալն էլ պետք է տոմետնա, մյուսնա, այնց մեկ մի ստանդարտով լինի, էլի։ Վերջը որ ավարտված է, պետք է ավարտված լինի։ Ընթացիկ ձեր ծախսային ծրագրերը օգտագործում եք ձեր ընթացիկ բակերի վրա, որ արդեն 2, 3, 4 տարի առաջ հիմնանորոգել ենք, հիմա բոլորը պետք է թարմացնենք։ Ընթացիկով նոր բակ չենք սարքում։ Ընթացիկով պահպանում ենք այն ինչ որ ունենք, այն ինչ որ արդեն տենց մաշացրել ենք, էլի։ Աղբը, խոտը, մեր բակերը, մեր հանգստի, երեխեքի խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտի, շաբաթ կիրակ իրար հետ նստելու համար են։ Ֆուտբոլի դաշտը որոշել ենք, անում ենք արդեն, 100%։ Աբրես Ավյան ջան, ցավը տակ։ Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքի բնակիչների համար տարվա կտրվածքով ձեռք է բերում դժվարամատչելի ծառայությունների մեծ փաթեթ։ Մոտ 100 միլիոնի, որ իր մեջ ներառում է սրտի կորոնարոգրաֆիկ հետազոտություն, կորոնար անոթների ստենդավորում, համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային շերտագրում, ինչպես նաև կրծքագեղձի սկրինինգ ենք անում եւ այս տարի առաջի անգամ ավտոկորոնար շունտավորման ծառայություն է ձեռք բերվել։ Մենք գտնվում ենք համակարգչային շերտագրման բաժանմունքում, որը համարվում է դժվարամատչելի հետազոտություն, որի միջոցով կարողանում ենք հետազոտել տարբեր օրգան համակարգեր, սկսած գլխից մինչև ստորին վերջույթները։ Մեր կենտրոնում տեղադրված է վերջին սերնդի սարքավորում,
որը թույլ է տալիս հետազոտել նաև սրտի կորոնար զարկերակները ոչ ինվազիվ եղանակով, այդպիսով կանխարգել հանկարծամահությունները։ Իրականացում ենք մագիստրալ անոթների պալմային անգիոպլաստիկա, ստենտավորումներ, որը իր հերթին մտնում են դժվարամատչելի հետազոտությունների մեջ, իրականացում են սրտի ռիթմը վարող սարքերի, կարդիովերտեր դեֆիբրիլյատորների սրտի աշխատանքի մինի համակարգերի իմպլանտացիաներ։ Համապատասխան բժշկական փաստաթղթի հիման վրա բուժառուն դիմումը ներկայացնում է մեկ պատուհան եւ փաստաթղթերի արկայությունը ստուգելուց հետո էլեկտրոնային ուղեգիրը հասնում է միանգամից բժշկական հիմնարկ, քաղաքացուն կանչում է եւ ծառայությունը մատուցվում է։ Պացիենտների ստուգումը կատարվում է հիմնականում առաջնային օղակում, պոլիկլինիկաներում, հայտնաբերվում են որոշակի խնդիրներ, որոնք պետք է լինում արդեն ավելի մանրամասն հետազոտություն անցնել, որը արդեն անցնում են կլինիկաներում, համարվում են դժվարամատչելի հետազոտություններ, որոնք պոլիկլինիկաներում չկան, արդեն ուղղագրվում են հիվանդանոցներ։ Աչքի առաջային հատվածի ամեն ինչը թույլ է տալիս այս հետազոտության միջոցով իմանալ։ Քանի որ դժվարամատչելի հետազոտությունները հիմնականում թանկ հետազոտություններ են, այդպիսով մենք փորձում ենք առավելապես մեր համայնքի սոցիալապես ոչ կայուն վիճակում գտնվող մարդկանց աջակցություն որպես ցուցաբերել։ Իհարկե հաշվի առնվում տարիքային խումբը, հաշվի առնվում սոցիալապես ապահովված լինելու կարգավիճակը։ Տարիներ շարունակ, երբ սմարթֆոնները, տարբեր էլեկտրոնային պարագաներ, երբ ներմուծվեցին դպրոցական տարիքի երեխաների կյանք, դպրոցներում պայքարում էին, այսպես ասած, դրանց բացասական ազդեցության դեմ։ Ուսումնասիրություններից է պարզ դառնում, որ երկարաժամկետում դրանց անհարկի ու երկար օգտագործումը բերում է սովորողների հոգեկան, սոցիալական եւ ուսումնական դժվարությունների։ Քաղաքապետի կողմից հանձնարարություն եւ առաջարկ եղավ ուսումնասիրելու եւ կիրառելու ընդհանուր մոտեցում, պարզվեց, որ սպասում էին նման մի որոշման։ Մենք առաջարկեցինք այդ պայմաններն ու կանոնները ներառել դպրոցների ներքին կարգապահական կանոններում եւ այդ մասին իրազեկել եւ սովորողներին եւ ուսուցիչներին եւ իհարկե ծնողներին։ Դա արվել է Երևանի ենթակայության թվով 151 դպրոցներից արդեն 143-ում, դրանք ամրագրված են ներքին կարգապահական կանոններում, մյուս 8 դպրոցներում, առաջիկա նիստերում քննարկելի կդարձնեն հարցը եւ եւս կներառեն։ Դասերի առաջին ժամին իսկ սկսվելուն վեր մենք հեռախոսները հանձնում ենք եւ դնում տոփի մեջ։ Որևէ խնդիր չենք ունեցել այս փուլում եւ մանկավարժական համակազմի եւ ծնողական համակազմի, ինչպես նաեւ սովորողների կողմից արձագանքը դրական է եւ ամեն բան արվում է կարգ ու կանոնը ապահովելու եւ ուսումնառության ցանկալի արդյունք գրանցելու համար։ Հիմա գիտեք անչափ դժվար է աշակերտների հետաքրքրությունը դասի հանդեպ ավելի բարձրացնել, գրավել նրանց ուշադրությունը եւ երբեմն մենք դիտում ենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների։ Հիմա արդեն նոր չափորոշիչով դասագրքերում կան QR շատ ծածկագրեր եւ դասապրոցեսին մենք օգտվում ենք այդ ծածկագրերից։ Նախապես, եթե ես գիտեմ, որ դասին պետք է կիրառեմ QR ծածկագիրը, նախապես իրենց ասում եմ այդ օրը այդ ժամին անպայման ունենան հեռախոսներ համացանցը, որպեսզի կարողանանք նաեւ կարդալ, լսել, չէ՞ որ այնտեղ կան նաեւ հետաքրքիր նյութեր ու երգեր, բանաստեղծություններ։ Ցանկացած իրավիճակում տեխնոլոգիայի նորամուծությունները պետք է օգտագործենք ի նպաստ նոր գիտելիքի ձևավորման եւ մնացորդային գիտելիքի ամրապնդման։ Ուսուցման համար հեռախոսների օգտագործումը շատ արդյունավետ միջոց է յուրացված նյութն ամրապնդվելու համար։
Երևանը պատրաստ է ամանորյա հրաշքին։ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին հրավիրում է բոլորին Հանրապետության հրապարակ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Եկեք միասին մեկնարկենք ամանորյա հեքիաթը, վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը։ Կսպասենք ձեզ դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում։ Դեռևս 1 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ սկսեցին լայնածավալ աշխատանքներ, Սասունցի Դավիթ բալետօպերայի աշխատանքները եւ հավաքվեց ստեղծագործական մի ամբողջ կազմ եւ մեծ քննարկումների արդյունքում կարողացանք մի շարք մեզ համար կարևոր բնորոշիչներ իմանալ, թե ինչպես ենք առաջնորդվում եւ ինչպես կարելի է մեր անմահ էպոսը ներկայացնել եւ ներկայացնել այսօր եւ վերաիմաստավորել եւ վերարժևորել։ Կարծում եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի ձևաչափ Երևանի քաղաքապետարանի հավաքական երգչախմբի, մանկական երգչախմբի միջոցով 400 երեխաներ սովորել են եւ շարունակում են այս պահին սովորել Սասունցի Դավիթ էպոսը եւ շատ կարեւոր էր ինչպես են կարողանալու այս ժամանակի համար ներկայացնել։ Սա կարող եմ ասել նախադեպը չունեցող նախագիծ է, ելնելով թե մասշտաբայնությունից, երեխաների քանակից եւ առհասարակ գաղափարից։ Ներկայացված են գլխավոր հերոսները եւ երգչախումբը այս հերոսների մարմնավորողն է, կերպարների կերտողն է, պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է, քանի որ դեռևս անդրադարձ չի եղել այս ֆորմատով մեր էպոսին։ Մեր խնդիրը այստեղ շատ բազմաշերտ է, կարողանալ այնպես անել, որ հանդիսատեսին հասցնենք էպոսի յուրաքանչյուր հերոսի իրական կերպարը։ Մենք էպոսը ներկայացնում ենք էլեկտրոնային ժամանակակից երաժշտության եւ բալետային նոր մարմնի լեզվով։ Բեմադրությունը կատարվել է ժամանակակից ոճով։ Յուրաքանչյուր արտիստ ինձ համար գլխավոր հերոս է ու գլխավոր հերոս կդառնա նաև հենց հանդիսատեսի համար։ Պարողների հետ սկսել եմ աշխատել սեպտեմբեր ամսվանից։ Ունեցել ենք շատ երկար, դժվար, բայց սիրով լի ճանապարհ ու կարծում եմ, որ ներկայացման օրը այդ սերը հանդիսատեսը անպայման կզգա ու կհասկանա, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել ողջ բեմադրական կազմի կողմից։ Աշխատանքը կատարված է ժայռերի տեսքով, նյութը պենոպլաստներով, մետաղական կոնստրուկցիաներով, հատուկ տեխնոլոգիաներով փորձեցինք ստանալ ժայռերի հայտ մեծ ծավալները, 80 կտորից է բաղկացած։ Սկզբնական պահերին մի քիչ մտավախություն կար այդ հսկայական մեծ ծավալի առումով։ Հետո աշխատանքի ընթացքում այդ ամբողջը ոնց որ հուշում էր եւ ընթացիկ այդ ամբողջը ավելի էր հետաքրքրանում աշխատանքը եւ իհարկե Սասունցի Դավիթի իբրև մեր պատմական հայոց այդպես ուրեմն էպոս եւ իմ համար մեծ պատիվ է որ հնարավորություն եղավ ուրեմն ձևավորել բեմը։ Լիահույս ենք, որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին տեղի կունենա հայկական մշակութային կյանքում հեղափոխական մի էջ, որը որ կարողանա ձևակերպում տալ, թե ուր է շարժվում եւ ուր է գնում հայկական մշակույթը։ Երևանի քաղաքապետարանն այս տարի եւս ապահովում է հեքիաթային տրամադրությունը ամանորյա տոնավաճառում Շահումյան պուրակում, որը կգործի դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը, քանի որ ձմեռային երեկոները կարող են բավականին ցուրտ լինել, ջերմ եւ տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի եւ սիրված արտիստներ։ Դեկտեմբերի 14-ից պուրակում ելույթ կունենան սիրված երաժիշտներ եւ պարային խմբեր։ Մենք ազգային ավանդական պարի խումբը, Կամի Ֆրենսը, Կարինա Արուստամյան եւ The Band-ը, Midnight Avenue եւ Ultraviolet բենդերը, Nemran,
Արսեն եւ Արթուր Սաֆարյանները եւ Սարգիս Մանուկյանը եւ ընկերները։ Իսկ փոքրիկների համար կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ հեքիաթային հերոսների եւ իհարկե Ձմեռ պապի մասնակցությամբ։ Տոնենք ամանորը միասին։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։